Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանի հերթական փչած փուչիկը պայթում է։ Այդ փուչիկը կոչվում է ժողովրդավարություն։ 18 թվականից հետո նա համառ ջանքեր էր գործադրում այդ փուչիկը օդապարիկի չափսի փչելու համար։ Սակայն ամեն տարի, հատկապես վերջին ամիսներին, վերջին շաբաթներին եւ վերջին օրերին, քաղաքական ռեպրեսիաները Հայաստանում մոլեգնում են։ Հայկական ժողովրդավարությունը միֆ է, որը Նիկոլը վաճառում է Արևմուտքին, եւ Արևմուտքը մեծ հաճույքով այն գնում է եւ աչք փակում, ականջ փակում, բերան փակում Հայաստանում տեղի ունեցող խայտառակ գործընթացների վրա։ Իր հակաժողովրդավարական գործելավոճով Նիկոլը մեծ տեմպերով մոտենում է Ալիևին։ Հայաստանը դառնում է տարածաշրջանի ավտորիտար երկրներից մեկը, եւ սա այլևս փաստ է։ Սրբազանների ձերբակալումը, գործարար բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալումը, այսօր Գյումրիում տեղի ունեցող խայտառակ գործընթացները, բազմաթիվ տասնյակ այլ քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ հարյուրավոր քաղաքական հետապնդումների դեպքերը քարը քարին չեն թողում նիկոլական ժողովրդավարական փուչիկից։ Հայաստանում չկա ժողովրդավարություն, անգամ իր տարական ինստիտուցիոնալ իշխանությունների տարանջատման, խոսքի եւ հավաքների իրավունքների ազատության եւ այլ ամենաֆունդամենտալ հիմքերում։ Դուք կասեք, Նիկոլը հերքում է քաղաքական բանտարկյալների առկայության մասին փաստը։ Դա սովորական գործելավոճ է ցանկացած ավտորիտար երկրի ղեկավարի համար։ Դուք չեք գտնի որևէ մեկ երկիր, ոչ անցյալում, ոչ ներկայում, որը իրականացներ քաղաքական հետապնդումներ այլախոհների նկատմամբ եւ խոստովաներ, որ դա քաղաքական հետապնդում է։ Բոլոր քաղաքական հետապնդումները, լինի Ադրբեջանում, Թուրքիայում, Միջին Ասիայում, Աֆրիկայում եւ այլ տեղերում մշտապես փաթեթավորվում են այս կամ այն շինծու հոդվածներով։ Քաղաքական հետապնդում որակելու համար չկա կարիք ստանալու իշխանությունների համաձայնությունը նման ձևակերպում օգտագործելու համար։ Քաղաքական հետապնդումները ակնհայտ են ամբողջ հասարակական զանգվածի, հասարակական կառույցների եւ նաեւ մի շարք միջազգային կառույցների համար։ Դրա դերն առնելու միակ տարբերակը Նիկոլին իշխանազրկելն է։ Հայաստանում չի լինելու գեթ մեկ մարդ, ով կարող է երաշխավորված լինել, որ վաղը մյուս օրը ստալինյան ռեպրեսիաների սև վառանոկը, այսպես ասած, չի գալու իր հետևից, անգամ եթե այդ մարդը քպայական է, անգամ եթե այդ մարդը բարձրաստիճան քպայական պաշտոնյա է։ Ոչ ոք նման երկրներում կիսախելագար ղեկավարների ձեռքը չի կարող ազատ շնչել, ազատ արտահայտվել, քանի դեռ այդ ղեկավարների ձեռքին է մեր երկրի կառավարման ղեկը։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի։ Երկու անհապաղ գործողություն, որ պետք է անել, առաջինը դեռ ամիսներ առաջ եմ առաջարկել, որ քաղաքական բանտարկյալների պաշտպանության համար ստեղծվի անպայման կոորդինացիոն մարմին, որպեսզի քաղաքական բանտարկյալների ազատության համար պայքարը լինի հասարակական, քաղաքական, հանրային, լրատվական, քարոզչական, արտաքին դաշտերի տիրույթում։ Եվ երկրորդը, խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի մասին անպայման տեղեկացնել իրենց երկրների, իրենց ընտրատարածքների պատգամավորներին, նախարարներին, լրագրողներին։ Եթե Հայաստանից պաշտոնյա է ժամանում ձեր երկիր, խնդրում եմ ձեզ մի զլացեք եւ թեկուզ 10 հոգանոց, բայց ցցում պիկետ արեք նաեւ այդ մասին հաղորդելով սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում։ Այդ պիկետները կարող եք անել Եվրոպարլամենտի շենքի մոտ, Եվրոհանձնաժողովի հանդիպումների սրահի մոտ, հայ պաշտոնյաների հյուրանոցներում, նրանց ուտել խմելու տեղերում, արտերկրում, դեսպանատների մոտ։ Սփյուռքի դերակատարությունը աչք բացելու համար Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակի նկատմամբ շատ մեծ է։ Մենք Հայաստանից իհարկե շարունակաբար փորձել ենք եւ փորձում ենք այդ թվում իմ կուսակցությունը եւ ես բացել արտասահմանում համառորեն փակված աչքերը, որոշակի ձևով դա հաջողվում է, սակայն Նիկոլ Փաշինյանը չի հանգստանալու, որովհետև պետք է հեռացնի ճանապարհից բոլոր այն մարդկանց, կառույցներին, որոնք խանգարում են իր դավադիր իշխանությանը, խանգարում են իրեն վերարտադրվել։ Ազատություն բոլոր քաղաքբանտարկյալներին եւ սա յուրաքանչյուրիս թասիբի ազգային արժանապատվության եւ պատվի հարցն է։ Եթե մենք կարողանանք ազատել Երևանի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, քաղաքական ռեպրեսիաների զոհ դարձած մեր
քույրերին եւ եղբայրներին, ապա վստահաբար կարող ենք ասել, որ մի քայլ առաջ ենք նաեւ Բաքվի բանտերում պահվող մեր ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատության ճանապարհին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, Նիկոլը չպետք է մնա իշխանության։ Սա գերակա անվերապահ բանաձև է, եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր երեխաները եւ թոռները ապրեն իրոք ազատ Հայաստանում։ Այն սրտիկները, որ նա ձեզ ցույց է տալիս ամեն օր, իրականում դարձել են ռեշոտկա։ Երկրորդ ձեռքովս հեռախոս եմ բռնում։ Կբռնես մի վայրկյան։ Սա է Հայաստանի իրական պատկերը։ Սա է Նիկոլը հրամցնում մեզ։ Շնորհակալություն եւ կապի մեջ։